բարեկամներ, տարին կիսվեց և 1993 թվականի հուլիսի 1-ին մենք մեկնեցինք Հադրութ, որտեղից մեզ նախապես ասել էին, որ գործ է սպասվում, այսինքն նկարահանելու հետաքրքիր նյութ կա։ Ու իսկապես և գործ կար և հետաքրքիր նյութ, որն էլ քիչ հետո կներկայացնենք ձեր ուշադրությանը։ Մինչ այդ պարզության համար ասեմ, որ հուլիսի 1-ի ցերեկը մենք նկարահանումներ կատարեցինք շրջկենտրոնում, երեկոյան Զորամասում, ուր տղերքին էր այցելել Անդրանիկ Պողոսյանը, նա, ով Հայդատը պաշտպանում էր դեռ վաղուց ու հաշմվեց այդ պայքարում։ Իսկ հուլիսի 2-ին նկարահանեցինք Նորաշենյա ազատագրման մարտագործողությունը, գյուղ, ուր բնավորվել էին ազերիները, տարիների ընթացքում աստիճանաբար դուրս մղելով բնիկ հայերին։ Չերկարացնեմ, դիտեք կադրերը և կարծում եմ ամեն ինչ պարզ կդառնա։
նպատակը մեր ազգամարտիկներին հանդիպելու հիմնական երկու հարց կար։ Մեկը քանի այսօր ես չեմ կարողանում ցեզ արշավել այսպես ասած գնալ մեր այսքային սուրբ այս ճակատամարտին ուզեցի քոնե հասնել այստեղ հանդիպել ցեզ հաջողություն մաղթելու մեր այսօրվա գործին վաղվա հաղթանակին եւ երկրորդային է որ այս թրոշը որ քանի ամիսներ էր փորձում եմ որտեղ որ գայել ստացվում է գնալ հանդիպել մեր ազգամարտիկներին որտեղ որ լինում են ճակատի վրա ընդհանրապես իրենցից մի բան խնդրելով որ այս մեր ազգային թրոշը այսօր մեր այս ազգամարտին թող լինի համախմբման խորհրդանիշը եւ մեր ազգամարտիկները իրենց արձանագրություններով քալիք սերունդներուն ինչ որ բան ունենանք փոխանցելու այս պատմական արժեքի վերածվելիք այս թրոշը, որը վրա արդեն 2000 ազգամարտիկներ ստորագրել են։ Ցավոք պիտի ասեմ, որ այդ ստորագրողներից մի մասը այսօր նահատակված է, բայց պատմության համար ինչ-որ հիշատակ թողնում։ Խնդրում եմ, եթե ինչ-որտեղ ձեր հոգու հարազատ բան գտնում եք այս խորհրդի մեջ, դուք էլ ձեր ստորագրություններով հարստացնեք այս արժեքը, այսպես։ Հաջողություն եմ մաղթելու մեր գործին, հաջողություն եմ մաղթելու ձեզ, վստահ եմ, որ հաղթանակը մեզ վեր կենա։ Եվ այսօրվա այս գորովը, որ մեր ազատամարտիկների մեջ դիրում է, որու ապացույցը մեր իրարաչորդ հաղթանակներն են, թող իրարաչորդ հաղթանակներով սակվի ևս, քաչ գիտնալով, որ երբ ունենք ուժ կարողանանք եւ խաղաղության հասնել ուժի միջոցով, ոչ թե դատարկ դերի պայմանագրերի սահմանները։ Zeraçar Gartsera. Մեր տանկը չիսա տավանը կացացա։ Ում մոտ է։ Պուլեմոտին ոչ չկա։ Վալյո սպասը, վալյո, մաքսիմ չիսա տանկը թա չէ։ Осколочный. Зерер пустелите. Двойка что она горит? Двойка. Цехан, ena SPG գործնես թուն բեմ պետքան, եշի։ Սերան վարտանի։ Զգուշտեր, մենակ զգուշելակ սազերնիկ։
Սերյան Վարդանին։ Վերած ասկնասը ստեղից է։ Միլիարդ տակ քինդեց է չինեց է։ Ակ չինեց է, ակ չինեց է, չմոտ պատվազիկ մանե։ Մաքսիմ արդյունի մաքսիմ։ Շոկ կա, շոկ կա։ Իրեք հոգի, տավար իրեք հոգի շոկ կա։ Օնիկ շտերլիցի։ Մաչտենա մաչի պենկալի։ Սկացամ, Սամվել Արտուրի Սամվել։ Ֆեներա, թազա պերեզապիսերա։ Սպսացեք, վալը սպասե։ Սամվել Արտուրի Սամվել։ Ինչեր են ասել։ Շկոլեն տղը միլիոն պետասնամ։ Շտիրլետ։ Սիպտակ զրշենք, Շտիրլետ։ Սիպտակ զրշենքը նիտրա, շկոլը մաչը։ Նորա շենքը, հա, նորա շենքը։ Սիպտակ զրշենք։ Դերա հենց շտերլիցի։ Դերա հենց շտերլիցի։ Ու ես կնասա շտերլիցի պատասխանը։ Արտուր, 10-10-ով պատրաստ։ Չէ, դու բանա, դու պրավեկա հատս ինչա կատարել։ Հա, Մաքսիմ, սկացալեմ, Սամվել Արտուրին։ Ասես կնասում Սամվել։ Բետերն էլ մի մագազին ունեի, թողած գործանը թող ընդը քինի պեն չկա, միլիոն պես պասե, Սամվես կնասում, հանգիստ ասե։ Արմեն, լոբի Արտուրին լոբի։ Լոբի Արտուրին լոբի։ Հա, էլ ալե ռժիկը բաղեն, ռժիկի տղեկի բաղը մաչավը պիցերնականն բիդի պենը, հանեին ցակյոտավ կրծս, կնասս։ Սաֆայան տուս է։ Դու նուժելի կոզը մկրելա բիդի կխվեչնիկ, բայց մի հատ հարցոնիմ ես։ Հուվա եղծուն տվերան կաշան, չէ, դեշեկավ կապկապովետեավ շրանոք են իրան գործերա։ Շտիրլետ։ Ռժիկ Արտուրին, Ռժիկ Արտուրին։ Հալա մասը չտեր առաջ կրարի, սպասեց սլական, Ռժիկ Արտուրին։ Ռժիկ ինքան սպասել են արամ է նետ ու հանդիպիստույն։ Երեթում բեյա վուշիստ խալ, բասեն տուերի դաշում, ինչա գործ։
Դերը հենց դերլեցի։ Տղեկ դի չեղանալա։ Չել է զավա Ասը տուն բենեն թրապավ եկեքի։ Այսպիսով ազատագրվեց ևս մի հայկական գյուղ։ Ինչ մնում է գերիններին, ապա կանայք և երեխաներն ազատ արձակվեցին, իսկ տղամարդիկ փոխանակվեցին հայ գերիների հետ։ Իսկ Անդրանիկ Պողոսյանին մենք հանդիպեցինք նաև Ստեփանակերտում, ռազմական հոսպիտալում։ Նա այցելել էր վիրավոր ազատամարտիկներին, իր խոսքով ոգեշնչում էր նրանց, իսկ ազատամարտիկներն ու բժիշկներն էլ իրենց ստորագրություններն էին դնում հայոց եռագույն դրոշի վրա։ Անդրանիկի հետ մեր հեռակա ծանոթությունը կայացել էր դեռ 1989-ին, երբ Արցախ էին ժամանել Վերադարձ դեպի Արարատ հանրահայտ ֆիլմի հեղինակներ Պեյո Հոլկրիստը և Սուզան Խրդալյանը, որոնց մասին մենք հաղորդում ենք պատրաստել։ Անդրանիկ Պողոսյանը այդ ֆիլմի հերոսներից մեկն էր, և ահա մենք նրան տեսնում ենք մեր կողքին, մեր շարքերում։ Հերոսով Բարև, բարև։ Նավես։ Так, что мне сказать, я просто не знаю. Я могу, знаешь что? Ազատամարտիկները դարբեր թիքերի վրա հանդիպել են որպեսզի իրենց ստորագրություններով
Կոնե եթե մի դեր չենք համախմբում, այս թրոշի շուրջ համախմբենք եւ ազատամարտիկների շնորհիվ։ Ես չի երևում։ Եթե չի երևում փոքր ասեմ։ 30 գնի։ 37, լավա։ Լավ։ Այն չի ասեմ։ 93-ի հուլիսը սկսվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի նոր հաջողությամբ եւ ինչպես ցույց տվեց դեպքերի հետագա ընթացքը, հուլիսին հայ ազատամարտիկներն արձանագրեցին նոր հաղթանակներ, որոնցից ամենանշանակալին անշուշտ Աղդամի կրակակետերի ոչնչացումն էր։ Այդ մասին մեր հաջորդ ծրագրում կհանդիպենք։